ցավալիորեն ես կարծում Նիկոլ Փաշինյանն էլ դեմ չէր այս սցենարին, որովհետև նորից մոբիլիզացվեց Սև Սպիտակը, ժողովրդի մեջ վախը, որ նախկինները վերադառնում են, եւ այդ ֆոնին էլի կարող է գնան ընտրությունների նույն սցենարը, ինչ որ այս 7 տարի տեղի ունի։ Ավելի լայթ տեսակը այդ սցենարի հավանաբար իշխանությունը չգրծավ կարևոր հարցեր լուծել։ Դա իրավական մարմին, առողջապահական ոլորտ եւ այլն եւ այլն։ Ինչն է պատճառը այս հաբաղումին, վախը նոր քայլեր առնել է, ինչու այս սպասողականությունը։ Ամենակարևորը զինվել եւ զենք արտադրել։ Մենք պիտի զենք սկսենք արտադրել, որի պոտենցիալը ունենք։ Եթե Ուկրաինան կարող է պատերազմի ժամանակ 60% զենք արտադրել, հայ միտքը, այնպես չի հայ դրա համար եմ ասում, հաստատ կարող է։ Եթե խոսենք սահմանային իրավիճակի մասին, ցանկացած հայաստանցի, եթե հարցնես, ինչ կպատասխանե, ամենակարևորը խաղաղությունն է։ Մենք խոցված վիճակում ենք եւ ինչ կգարձեք, կա վտանգ։ Բարև ձեզ Արևելքի հարտակով անգեղծ զրույցը այսօր վերլուծաբան Լիլիթ Դալլակյանն է, բարի եկած եք, Տիգին Դալլակյան, ուրախ եմ այս առիթի համար, գիտեք, Դագավին Գյումրիի ընտրությունները ավարտած են, բայց Դագավին օրագարկը դակ է այն իմաստով, որ շատ խոսակցություն կար, թե Գյումրիի մեջ ստեղծված իրավիճակը, որ այսպես դիսկոմֆորտ էր իշխանություններուն համար, վերնավարագիչ դառնալ եւ դարածվել Հայաստանով մեկ իրոք այդ մեկը ճշմարտության մոդ էր, թե բարձրապես ենթադրություն էր։ Դեռ կարծում եմ Գյումրիում ավարտված չի սցենարը, նախ հասկանանք մնալու է Վարդան Ղուկասյանը քաղաքապետ, թե ոչ, դա կախված է իր լոյալությունից Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որ ասաց կդիմավորեմ սուբորդինացիան, արդյոք կպահի, թե ոչ, այսինքն որևէ մեկը հիմա չգիտի ինչպես իրեն նա կդրսևորի, ես չեմ զարմանա, որ շատ լոյալ դրսևորի, ելնելով Մարտուն Գրիգորյանի բառերից, որ ինքը խոցելի է, դե խոցելին գիտենք օրենքի հետ կապված, առաջի տարբերակում կմնա քաղաքապետ, կլինի ընդդիմադիր, բայց զուսպ։ Երկրորդ տարբերակում, եթե դրսևորի այդպես քաղաքական հավաքություններ արդեն Հայաստանի մասշտաբով, կարծում եմ գործի կդրվի այն պահը, որ ասում եմ մենք չենք խառնվում արդարադատությանը, այս դեպքում կխառնվենք արդարադատությանը եւ կձերբակալեն։ Նրան դրանից հետո էլի սցենարները կարող են լինել տարբեր, ով կլինի քաղաքապետը, նա ասաց, որ փոխքաղաքապետ պիտի լինի էլի իր կուսակցությունից որևէ մեկ, այսքան չի վստահում Մարտուն Գրիգորյանին։ Դրանից հետո ժողովուրդը դուրս կգա ի պաշտպանություն իրեն, թե ոչ, որովհետեւ նախկին իշխանություններին աջակցողները որպես կանոն հանրավակների չեն մասնակցում, իրենք այդպես քվեարկում են, բայց ակտիվ չեն այդ առումով, այսինքն որ ձերբակալեն, չեմ կարծում այդ բազմահազարանոց ցույցեր սկսվի։ Եվ գբայթի իրավիճակը, հա։ Այո, այլ հարց է, որ 26-ին կարող է սա իր ազդեցությունը ունենալ 26 թվականին։ Սա ուրեմն նախամուտքն է այդ process-ներին, որ մենք գնանք սպասենք։ Եվ ցավալիորեն ես կարծում Նիկոլ Փաշինյանն էլ դեմ չէր այս սցենարին, որովհետև նորից մոբիլիզացվեց Սև Սպիտակը, ժողովրդի մեջ վախը, որ նախկինները վերադառնում են եւ այդ ֆոնին էլի կարող է գնան ընտրությունների նույն սցենարը, ինչ որ այս 7 տարի տեղի ունի։ Ավելի լայթ տեսակը այդ սցենարի հավանաբար։ Այո, բայց ես միշտ զգուշացրել եմ հայաստանյան իշխանություններին, որովհետեւ սա իմ երկրի շահերից է բխում, որ միշտ չի, որ այդ սցենարը կաշխատի։ Այսինքն, օրինակ աշխարհակաղակական ինչ-ինչ փոփոխությունների պայմաններում եւ Ռուսաստանը կարողանա նորից իր հայացքը ուղղել Հարավային Կովկասի վրա, կարող է ավարտվի այդ խաղը մի օր եւ իրոք որոշեն այստեղ լուրջ ներքաղաքական ցնցումներ իրականացնել Մոլդովայի սցենարի նման եւ այնտեղ հիմնադրություններ են լինելու, բոլորը խոսում են, որ ռուսամետ օլիգարխը գումարներ է բաժանում Իլոն Շորը եւ Մայա Սանդոն, որը հազիվ հազ հաղթեց նախագահականությունը շնորհիվ Սփյուռքի ձայների ներսում կարող է ունենալ խնդիրներ։ Այնպես որ Հայաստանի ղեկավարությունը պիտի հասկանա, որ հարմար խաղը մի օր կարող է ավարտվել իրենց պաշտոնանկությամբ եւ որը ավելի վատ է Հայաստանը մասնատելու Սիրիայի մոդելով սցենարին, որովհետեւ որևէ մեկ այլ ուժ իշխանություն այսօր հեղինակություն բարձր չունի, ինչ է լինելու, ասենք Փաշինյանը հեռացավ, որին մենք էլ ենք քննադատում, ով է գալու իշխանության։ Առանձին խմբավորումներ են, Սերժ Սարգսյանը հիմա գզվրտոցի մեջ, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, ռուսամետները, արևմտամետները, այսինքն բոլորն էլ թույլ հատվածներ են, թույլ օղակներ։ Եվ Հայաստանի հասարակությունն էլ այդպես բաժանելու են, արևմտամետ, ռուսամետ եւ դա ամենակատաստրոֆիկ սցենարը կարող է։ Կդեգարանա ավելի Հայաստանը, առանց անորալ մեծ։ Իհարկե, եւ դա ազդակ կլինի մեր հարևան
Երևան կոնստրուկտիվ խաղաղասեր Ադրբեջանի համար ճակերտավոր, այսինքն մենք հասկանում ենք, որ սա վտանգավոր խաղ է նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության համար, ոչ թե իշխանությունների մասին չենք մտածում, այնպես որ հուսով եմ վերջապես այդ հարցերը կլուծվի օրենքը Հայաստանում հաստատելու։ Եթե ոչ 26 թվականի ընտրությունները երևի կլինեն ամենախայտառակ եւ ժողովրդի շրջանում ամենավոչ վստահություն վայելողները գուցե մեծամասնություն չգնա ընտրությունների, եթե էլի խաղարկվի այս սցենարը։ Գիտեք, ես հաճախ նկատած եմ ձեր առողջ քննադատությունը նաեւ իշխանություններուն հանդեպ, որովհետեւ բարձ է բոլորը կքննադատեն իշխանություններուն հաճախ ոչ ընդունելի տերմինաբանությամբ, բայց սեր մոտ խնդիրը այն է, որ ինչու իշխանությունը գուշանա այս բոլորը իրագործելու բաներ կան, որ բանալիներ կան, որ պետք է օգտագործվին եւ թռներ կան, որ պետք է բացվին, որովհետեւ եւ որպես ռեսուրս եւ որպես քաղաքական դինամիկա ունեցող ուժ իշխանությունը չի գրծավ կարևոր հարցեր լուծել։ Դատաիրավական մարմին, առողջապահական ոլորտ, գենսագերբի հետ կապված խնդիրներ եւ այլն եւ այլն, այսինքն այդ բոլորս գիտենք, որտեղ Հայաստան գաբրինք։ Ինչն է պատճառը այս հաբաղումին, վախը նոր քայլեր առնել է, թե ինչու այս սպասողականությունը։ Տեսեք, ես երբևիցե 100% չեմ ասում, սա է պատճառը։ Կարող եմ այդ որոշակի եզրակացություններ անել, քանի որ կան տարբեր տեսակետներ։ Տեսակետ առաջին, եւ ես կասեմ, որին եմ ավելի հակված։ Այս իշխանությունները ունեն պայմանավորվածություն նախկին իշխանությունների հետ կապված, որ եթե մենք գալիս ենք, ձեզ չենք ձերբակալելու եւ դրա համար փոխանցում եք մեզ իշխանությունը։ Սա մեկ։ Երկրորդ տարբերակը կամք չունեն, վախենում են, որ օրինակ նույն ապօրինի գույքը իդ վերադարձել, դա միլիարդավոր դոլարների 30 միլիարդ դոլարից էր խոսում Նիկոլ Փաշինյանը, այսինքն օրինակ Վազգեն Սարգսյանի սցենարը կարող է լինել։ Ես այն օրը հաղորդումներից մեկում նշել էի, որ իր սխալներով հանդերձ Վազգեն Սարգսյանը փորձեց կյանքի վերջին տարիներին, հատկապես ԱՄՆ այցից հետո վերադառնալ, հիշում եք, կոռուպցիան հաղթահարելու համար ցուցակ կար, դրա մասին բոլորն են խոսում։ Եվ գուցե այս իշխանությունները վախենում են ուղղակի իրենց կյանքի համար անդադ 27-ի մասին խոսելով։ Երկու։ Երրորդը գուցե իրենք էլ ունեն որոշ թերություններ կոռուպցիայի հետ կապված, տարբեր մարդիկ տարբեր բաներ են խոսում, սուպերմարկետներից մինչև տարբեր բիզնեսներ, ես չեմ կարող ասել, քանի որ ես այդ խոհանոցից տեղյակ չեմ։ Ես կարող եմ ասել, որ կան այս 3 տեսակետը, 4-ը չի կարող լինել։ Այսինքն կամ կամք չունեն, վախենում են, կամ իրենք էլ են թաթախված կոռուպցիայի մեջ, կամ կա պայմանավորվածություն։ Համենայնդեպս ինձ համար կարևոր չի որն է, այն որ իրենք չեն խառնում արդարադատությանը, ես իմ Facebook-ում նշել եմ նաև որպես իրավաբան, դա ծիծաղելի բացատրություն է, նախ երբ պետք է խառնվում են, ձերբակալում են, բաց են թողում, ասում են մենք դատաների մուտքերը կփակենք։ Երկրորդը, եթե իշխանություն ես, դու պիտի խառնվես, երբ որ արդարադատություն չկա երկրում, որովհետև դու օրենսդիր իշխանության նորմալ բնականon գործության երաշխավորն ես ըստ ՀՀ սահմանադրության։ Դատավորները չեն անում իրենց անելիքը, ու դու ունես մի քանի լծակներ, ԲԴԽ-ն, հիմա իրավաբանության մեջ չխորանան գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը, եթե որևէ դատավորի նկատմամբ լինի իրոք վճիռ, որը չի կատարել օրենքի պահանջը եւ դա կարող է իշխանությունը անել, հաջորդ մյուս դատավորները չեն կարող չկատարել օրենքը, այնպես որ պետք չէ էլի անդադ ասել մենք չենք խառնվում։ Համենայնդեպս դուք ասում եք մենք կբերենք այդ գումարները արդեն 7-րդ տարին, եթե չեք խառնվում, մի խափեք ժողովրդին, ասեք չենք կարող բերել, չենք խառնվում։ Համ ասում եք հետ կբերենք, համ ասում եք չենք խառնվում, համ ասում ենք տեղդ նստի թե չէ կբռնենք քեզ, համ ասում եք չենք խառնվում, սա ժողովրդի մոտ վստահություն չի առաջացնում։ Յոլա երտալու մշակույթ մը գա, գիտեք, այդ արդյոք կգիրարվի, այսին մինչև որոշ շրջան արդյոք այս իշխանություններում մտքերում մեջ հասունցած է, որ արդեն մենք հեսա գնալու ենք, այս մի քանի օր անցկացնենք ու գնանք։ Կա այդ բանը, այդ միտումը։ Գուցե, բայց ես կարծում եմ նրանք Նիկոլ Փաշինյանը միամիտ ազնվորություն չգիտի, որ հանգիստ գնալը այստեղ խնդրահարույց է, հատկապես հայ-սովետական երկրներում ինչի են իշխանությունները պարբերաբար փորձում վերընտրվել, որովհետև այդ սա ամերիկան չի, որ հանգիստ գնան թոշակի, օրենքի հետ չունեն խնդիրներ։ Իհարկե, այդտեղ եթե օրենքի հետ խնդիրներ ունեն, կարող է հիմա Թուրքիայում, չէ, ինչ անում Էրդողանը, որտեղ որ գնա, հարցային չի միայն որ նա իշխանություն շատ է։ Իր ամբողջ համագարկը գռնա
կոռուպցիոն համակարգը, միջազգային իրավունքի խախտումները Հաագան է սպասում իրեն, ինչպես Նետանյահու, նույնը Նետանյահուն շատ կարելի է անունները շարունակել։ Սցենարներից նաև պատճառներից մեկն էլ ավելացնեմ, երևի 4-րդը, դա Ռուսաստանն է։ Այսինքն հնարավոր է Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որ իրենց պաշտպանյալներին, դե այսօր Ռուսաստանը չի թաքցնում, որ աջակցում են, ինչ որ առումով, ոչ թե որ իշխանության կան, բայց աջակցում են նախկին իշխանություններին։ Իմ սիրելիներին։ Որովհետև այդպիսի տեսակետ էլ կար, որ Նիկոլ Փաշինյանը երբ ձերբակալել է Քոչարյանի, զանգ է հնչել Պուտինից եւ նա ասել է բաց թող։ Ես չեմ կարող ասել դա այդպես է թե ոչ։ Բայց այստեղ կարևոր է, որ կոռուպցիայով Քոչարյանը մենակով չի զբաղվել։ Օրինակ այդ գույք բարդքի դիմաց, որ հանձնել են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքները, այդտեղ սիստեման է ստեղծվել, որ Ռուսաստանին են հանձնել։ Այսինքն այնպես չի, որ ռուսական իշխանությունները այդ կոռուպցիայի մեջ չեն եղել կամ երկաթուղու չարաշահումներից, հենց ինքը Փաշինյանն էր խոսում, հիշում եք Լավրովի նյարդային արձագանքը։ Այսինքն գուցե թելերը տանում են միշտ շատ այլ տեղեր, այսինքն 4-րդ տարբերակն էլ սա է, բայց ես եթե այսպես է, եթե թույլ կտակ, մի տարբերակ առաջարկեմ Հայաստանի իշխանության, ինչպես կարելի է խորամանկ ձևով դուրս գալ։ Իհարկե մենք չենք կարող Պուտինին ձերբակալել կամ մեղադրել, որ Հայաստանում թալանել են։ Դա մենք գիտենք, բայց չենք ասում։ Բայց պետք է հարց դնել Վլադիմիր Պուտինի առջև պարզ։ Բոլորի ներկայությամբ Հայաստանի նախկին օրինակ իշխանությունները այսքան գումար են թալանել, կա ապացույց։ Դուք ում եք պաշտպանում Հայաստանում այն իշխանություններին, որոնք դա արել են։ Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը պիտի ասի այո, այսինքն պետք է բարդ իրավիճակի առաջ դնել իրեն, հրապարակայնորեն լրագրողների ներկայությամբ ասելով, որ հարգում ենք ձեզ, գիտենք, որ դուք մաքուր եք, այդպես էլի Տրամպը ոնց է անում, դե հիմա այդ աշխարհը խորամանկության վրա է, նա իմ ընկերն է, բայց որ բարկացա, իդեպ շատ խորամանկ է վարում, շատերն ասում են Տրամպը կներեք հիմար է, բայց շատ խելացի քայլեր է անում։ Տեսեք, նա հասել է նրան մի փոքր անցում կատարեցին, որ Վլադիմիր Պուտինը իրեն չի պատասխանում, երբ որ նա ասում է ես բարկացել եմ, Բայդենը տենց բան ասել, պատկերացնում եք։ Այսինքն դու շոյում ես դիվանագիտորեն, ասում ես այո, մեր դաշնակիցն է Վլադիմիր Պուտինն էլ սրբադասված մաքուր ղեկավար է, բայց Հայաստանում մենք այսպիսի բաներ ենք հայտնաբերել, դուք ում եք պաշտպանում, դրանից հետո մի քիչ դժվար կլինի ասել, այո, պաշտպանում ենք Քոչարյանին։ Եթե իհարկե այդ նպատակը կա, կարելի է դա շատ հեշտ անել։ Իսկ եթե չկա, մենք ինչքան էլ այսպես սցենարներ առաջարկենք չի կատարվի։ Փոքրեն երտանք մեծին այսօր գիտեք հաջող դարձյալ ցեզի եղում մնելով դարբեր այլներով նշած եք որ Ռուսաստանը քիչ մհերացած է հարավային Կովկասեն այսօր սակայն հստակ չէ թե Ռուսաստանի փոխարեն Թուրքիան ինչքանով խաղի մեջ է մենք միշտ անընդհատ գիտեք կմեղադրենք Թուրքիո հասկանալի է Էնվերի մասին խոսակցությունը Էրդողանի կողմէ Ստեփանագերդի մեջ եւ բացահայտ աջակցությունը Ադրբեջանի իշխանություններուն սակայն ըստ երևույթին ինչ որ աքս բագաս է հարավային Կովկասը դակավին խմորումներու մեջ է ինչ դուրս կրնակալ այս բոլորը Նախ հատկապես Փյուրքում բոլորը գիտեն Էնվեր Փաշան, որ երկրի գործակալ է եղել, դա սիոնիստական ռեժիմինը չի։ Դրա մասին խոսել է Ստանիսլավ Տարասովը, որ հայտնի ակադեմիկոս ռուս Արևելագիտության ինստիտուտի ղեկավար, որ Էնվեր Փաշան եւ դա փաստաթղթավորված է, եղել է ռուսական ախրանկայի գործակալ, հետո նրան գործուղել են, գիտեք, Միջին Ասիա, որպեսզի այնտեղ հեղափոխություններ անի։ Հետո երբ որ դուրս է եկել ազդեցությունից, նրան սպանել են։ Սողոմոն Թեյլերյանն է արել։ Հիմա գիտեք, դա մութ անկյուններն են հայոց պատմության, բայց հատկապես Սփյուռքում դրա մասին տեղյակ են։ Ինչու, որովհետև Սփյուռքում ավելի ինֆորմացիան բաց էր սովետական միության շրջանում, այնպես չէին ենթարկվում այդ ռոպագանդային եւ շատ հեշտ է դա բարձել։ Համենայնպես եթե սուտ լիներ, այդքան մարդ չէր խոսի, այն էլ Ստանիսլավ Տարասը, որը Պուտինի մոտ մուտք է։ Ուր եք ուզում դանեք այս ծեր։ Այսինքն առաջինը նախ պետք է ռուսական կայսրության դերը, հիշում եք Փաշինյանը այդպեսի մի արտահայտություն արեց, այստեղ ասին հերքում է ցեղասպանությունը, բայց հուսով եմ միտքը հենց դա էր։ Պետք է պարզել, ինչի եք վախենում այդ թեմայից։ Ռուսական կայսրության դերը եւ պարոն Տարասովին էլ բերել Հայաստան, ասել ձեր արխիվներն է ձեզ հետ բերեք, բացեք, տեսնենք Էնվեր Փաշան ինչ կապ է ունեցել սովետական ախրանկայի հետ, հետո էլ նրան փորձեր են օգտագործել Միջին Ասիայում հեղափոխությունների համար։ Դրա մասին շատերը գիտեն։ Ես առաջին մարդը չեմ։ Ուղղակի մինչև այսօր չեն բարձրացել։ Այո, մինչև այսօր չէ խոսված այդ թեմայով։ Ես մի արտահայտություն արել, որ Դաշնակցությունը ապրիլ 24-ին որ այրում է Թուրքիայի դրոշը, այդտեղ մի դրոշը պիտի ուրեմն այրի։ Թե չէ դուք անկեղծ չեք։
Այսինքն Ռուսաստանի դրոշ։ Իհարկե, լավ, ռուսական կայսրության, եթե Ռուսաստանը ասի այո, ընդունում եմ, սխալ եմ արել, Ռուսաստանի չէ, կայսրության։ Շատ բարդ բան կբանջի։ Դե ուրեմն մի խոսեք, հիմա Թուրքիան ծիծաղում են մեզ վրա, ասում են, բա մյուս կողմը չի կարելի այդպես մի կողմին ասել, այո, կատարողը Թուրքիան էր եւ Թուրքիան պիտի ճանաչի ցեղասպանությունը, բայց այն որ այդտեղ կային ուժեր, որոնք դա օգտագործեցին, հետո էլ մեծ գաղթը հիշում եք կազմակերպեցին, Արևմտյան Հայաստանից հայերի, չէ, հայտնի գրողը ռուս, որ հայերին թողեցին, դրա մասին դրոն լավ աշխատություն ունի, որ մեզ թողեցին միայնակ եւ հեռացան։ Մինչեւ այդ լքեցին, ասացին դուք Թուրքիայի հետ կռվեք, մենք ձեզ կօգնենք։ Այս զարմանում եմ դաշնակցությունը Հայաստանում դրա մասին ամենալավը գիտի, ինչի չեն խոսում։ Իրենց անդամներից էր դրոն, չէ, ասել է, որ մեզ ասել են կռվեք, զենքը տվել են, հետո հետ են քաշվել, անուն է կոչվել մեծ գաղթ։ Դխուր է։ Իսկ հարավային Կովկասի հետ կապված Ռուսաստանը չի հեռացել հարավային Կովկասից, ես չեմ շտաբի այդպիսի հայտարարություններ անել, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում իր խնդիրներով, բայց Ռուսաստանը այստեղ լծակներ ունի եւ շատ մեծ լծակներ, դա տնտեսությունն է առաջինը, որ ամբողջովին կախված է Ռուսաստանից, եւ եթե Ռուսաստանը ցանկանա, մենք լուրջ խնդիրներ կունենանք Հայաստանում։ Դրա համար Փաշինյանը կարծես փորձում է դիետը մեզ դուրս գալը այդքան շատ չտիրաժավորել։ Երկրորդը Ռուսաստանը ունի այստեղ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը օգտագործելու պոտենցիալը, հիմա էլ են օգտագործում, ներքին իհարկե նախկին իշխանությունների միջոցով, որ այ որ Ռուսաստանը հետ գա Ղարաբաղ, մենք անվտանգ կգնանք, դա հեքիաթ է իհարկե, մի առանձին հաղորդում կարելի է նվիրել, հենց այդ Ռուսաստանի ժամանակ անվտանգ դուրս եկան, ճակերտավոր, բայց դա այսինքն Ռուսաստանը չի հեռանալու։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի փակելու, ինչու, որովհետև նա ուզում է Ադրբեջանում ունենալ զորքեր, որպեսզի Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա եւ Թուրքիայի շատ չմերձենա։ Դրա համար Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որպեսզի Ղարաբաղ վերադառնա իբրև թե հայերին պաշտպանելու համար, բայց իրականում իր ներկայությունը ռազմական ունենա Ադրբեջանը, որպեսզի Ադրբեջանը հանկարծ սխալ չկողմնորոշվի։ Այսինքն այդ մահակը այո։ Երրորդը, ուրեմն այստեղ որ ուժերը կարող են ակտիվանալ, արևմուտքը լավ է, փաստորեն, որ ասում են հեռացել է հարավային Կովկասից, տվել է Տրամպը Պուտինին։ Մինչև այսօր ես որևէ այդպիսի նշան չեմ տեսնում, հակառակը Ռուբիո պարբերաբար զանգահարում է։ Այսօր երկու խնդիր կա աշխարհում։ Ուկրաինան է ու հարավային Կովկասը, Տրամպը, մեկ էլ մերձավոր արևելքը, բայց ես համարում եմ Հայաստանը նաև մեծ մերձավոր արևելքի մաս, հարավային Կովկասը սովետական այդպես բառապաշար է, այսինքն ասել է ուզում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել խաղաղություն հաստատել, հենց այդ մի նախադասությունից պետք է օգտվել, ասել եկեք հաստատեք, ինչ եք առաջարկում եւ փաստորեն դա աշխատում է, որովհետեւ Վոլցի զանգը եղավ, այսօր ավելի դիստրուկտիվ է Ադրբեջանը։ Եվ ինչն է ինձ վկայում, որ արևմուտքը չի հեռացել։ Մարիա Զախարովայի նյարդային արձագանքը, երբ որ տեխնիկա էին Գերմանիայից բերում Հայաստան, զորավարժությունների կապված, եթե հեռանում է Ամերիկան եւ իրենց ասել է ձերն է Հայաստանը, ինչ են ասում, ապակայունացնող է հանդիսանում, այսինքն Ամերիկան ապակայունացնում անհանգստանում են եւ այդ հայտարարը դե ուրեմն չեն ասել ես քեզ, ես էլ ինձ։ Երկրորդը Եվրոպան, որ այսօր ռազմական արդեն դաշինք է դառնում շնորհիվ Պուտինի սխալ քաղաքականության, հարավային Կովկաս ուզում է դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տակից, որովհետեւ հասկանում են եւ այդ ասոցիացումը ինչի Վրաստանի հետ փորձեց ստորագրել չեղավ, որովհետեւ ռուսական ազդեցության գոտիները պետք է չեզոքացնել, գոնե Եվրոպայի համար դա ակնհայտ է, քանի որ այդտեղ անկայունության օջախներ կան, իսկ Կովկասը պետք է Եվրոպային Միջին Ասիայից էներգակիրների, լոգիստիկ ճանապարհների, Չինաստանի հետ կապի համար, այստեղ տարբեր խաղ է տեղի ունենում եւ տնտեսական եւ քաղաքական։ Եվ իրենց անհրաժեշտ է Ռուսաստանի ռազմական ներկայության այստեղից դուրս բերում։ Մի երկրում այսօր ունի Ռուսաստանը ռազմաբազա, այդ ինչու մեզ հանգիստ բաց չեն թողնում, չէ՞։ Համասում են մենք ու մենք պետք, համ էլ կոկորտից բռնել են ու չեն գնում, որովհետև դա միակ բազան է։ Հետո գալու է Հյուսիսային Կովկասից, Թուրքիան Հյուսիսային Կովկասում լուրջ նպատակներ ունի, Ռուսաստանում դա գիտեն, չէ՞, ագիտացիան իրենց, որ սա թուրքական աշխարհի մաս է, լռում են իհարկե դրա հետ կապված։ Այսինքն Հարավային Կովկասը տուրբուլենտ իրավիճակում է գտնվում, տարբեր աշխարհակաղակական կենտրոնների շահերը այստեղ տարբեր են։ Դա արևելքին էլ է վերաբերում։ Հնդկաստանը մեզ ինչու է զինում ընդդեմ Ադրբեջանի, որը Պակիստանի դաշնակիցն է։ Չինաստանը Ադրբեջանին է ավելի շատ աջակցում ընդդեմ Հնդկաստանի։ Այսինքն մեր խնդիրն է բոլոր խաղացողների շահերը հաշվի առնելով, նաև մեր շահերի վրա պրոյեկցիա անելով, շատ զգույշ, իհարկե դա բարդ է, բոլորի շահերից ելնելով մեր շահը առաջ տանել։ Այսինքն Հնդկաստանին պետք է Ադրբեջանին զսպել, Հնդկաստանի հետ ենք
հարաբերությունները խորացնում։ Եվրոպային է պետք Ռուսաստանին զսպել, Եվրոպայի հետ։ Ամերիկային ինչ է պետք որ Ռուսաստանը այստեղ չլինի, լոգիստիկ ճանապարհները չվերահսկի, դա ենք անում։ Իդեպ Պարսից ծոցի երկրների վրա այդքան ուշադրություն չգիտեմ ինչու չի դարձնում։ Մենք պետք է հիշենք, որ Սաուդյան Արաբիան 23 թվականին ճանաչեց Հայաստանը, մինչև այդ չէր ճանաչել, եւ ցեղասպանության օրը հիշատակի տուրք մատուցեցին։ Դա կապված է Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրմամբ, հիմա էլ Լիբանանում, Պաղեստինում, նրանք Սիրիայում մրցակից են, Լիբիայում, այսինքն Սաուդյան Արաբիան աշխարհի ամենահարուստ երկրներից է, դժվար է տնտեսական ներդրումներ բերել կամ մի կտոր զենք։ Իհարկե, այսինքն ինչքան խաղացողները շատ են, դա հնարավորություն է, մյուս կողմից դա մարտահրավեր է, որտեղ պիտի բոլորի հետ կարողանաս շփվել։ Դրա համար դիվանագիտական անձնակազմը պիտի ավելի համալրվի, մենք ունենք այդ մասնագետները ԱԳՆ-ում եւ առանց այդ ավելորդ հակառուսականության կամ առանց շեշտեր դնելու։ Այո, առանց շեշտեր դնելու, որպեսզի քարտեր չտակ Զախարովային, որ ասի, տեսնում եք, իրենք արևմտամետ են, մենք էլ իբր էլ իրենց չենք պաշտպանում։ Բոլորի հետ խոսել կոնստրուկտիվ դաշնակից եք եւ այլն, բայց այսպես ասում են կուլիսներում տակից փորձել տանել մեր շահերաջ ու ամենակարևորը զինվել եւ զենք արտադրել։ Մենք պիտի զենք սկսենք արտադրել, որի պոտենցիալը ունենք։ Եթե Ուկրաինան կարող է պատերազմի ժամանակ 60% զենք արտադրել, հայ միտքը, այնպես չի հայեմ դրա համար եմ ասում, հաստատ կարող է։ Իսկ եթե խոսենք սահմանային իրավիճակի մասին, մտահոգեց էզի գրագոցներ աջախ կխոսվի, գիտեք, որտեվ մեր ժողովրդի մեջ այդ մտավախությունները այսօրերուն արմադացած են ցանկացած հայաստանցի, եթե հարցնես, ինչ կպատասխանե, ամենակարևորը խաղաղությունն է, մենք խոցված վիճակում ենք եւ ինչ կգարձեք, կա վտանգ, թե Ալիևը բարձրապես ժամանակ կշահի, չեմ գիտեր թե մինչեւ ուր գրնաշահիլ, արդյոք սպասում կա, ինչպես նշեցիք, Ուկրաինա-Ռուսաստան դակնաբի ինչ որ նոր ցեվագերբումներու, որտեղ հստակ է, որ Թրամփի այն խոստումները, որ վաղը խաղաղություն պիտի լա, այդ վաղն դակավին շատ հեռու է։ Ես այո, հենց այդ տեսակետ ունեի, որ անհնար է Պուտինը գնա համաձայնության եւ սա ընդհանրապես ժամանակավոր այսպես բարերի մակարդակով ջերմացում է։ Այսպես Ալիևը սպասում է նախ ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակին, երկրորդը Իրանի պահվածքին, եթե Իրանը դառնա կոնստրուկտիվ եւ Օմանում արդեն բանակցություններ են։ Այսօր լավ լուր է։ Սա մեզ համար շատ կարեւոր է, այսինքն սպասում են Իրան-Իսրայել հարաբերություններում ճգնաժամին, Ադրբեջանը սպասում են ռուս-ուկրաինական ռազմաճակատում Ուկրաինայի Ռուսաստանի հաջողությունն է, որպեսզի նոյեմբերի 9-րդ կետը, որը երկուսն էլ ուզում են այստեղ իրականացնեն, այսպես սպասում են Հնդկաստան-Չինաստան հակամարտության մեջ տեսնեն, այնտեղ նաև տարածքային վեճեր կա, մենք գիտենք, հնարավոր է Չինաստան օրինակ դիստրուկտիվ իրեն դրսևորի, երբ որ տեսնի, որ Ռուսաստանը օրինակ Ուկրաինայում հասավ հաջողության, դա ազդակ է լինելու Չինաստանի, որ կարելի է ուժի տեսանկյունից այս աշխարհում հարցեր լուծել, օրինակ Թայվանի ուղղությամբ, այսինքն գլոբալ մակարդակով բոլորը սպասում են, իսկ թվում է նույնիսկ Տրամփն էլ չունի որևէ հստակ տեսլական եւ ծրագիր, ամեն օր ինչ-որ մի բան է փոխում։ Այսօր Ռուսաստանին կպատժեմ, վաղ Ուկրաինային տարիֆները կդնեմ, տարիֆները կհանեմ, Ամերիկան հեգեմոն երկիր է եւ այնտեղ ցանկացած անկայուն իրավիճակ աշխարհում ռեզոնանս է իհարկե ունենում եւ ոչ մեկ չգիտի ինչ կլինի։ Հանդեպս Ալիևը հիմար չի, նա խորամանկ է միշտ իրեն դրսևորել, բոլորի հետ կարողացել է խաղալ եւ հարձակումը Հայաստանի վրա այն էլ այն պահին դեռ Տրամփը խաղաղասերի դեմքով է հանդես գալիս, Վոլցներ զանգում ասում է բաց թող ռազմագերիներին, կարծում եմ Ռուսաստանի իրավիճակն էլ չգիտենք ինչպեսին կլինի, Ալիևի հաշվարկներով դա կոնստրուկտիվ չի։ Թուրքիան էլ զբաղված է հիմա իր խնդիրներով։ Ես իհարկե կկրկնվեմ, բայց այն երկրները, որոնք 20 թվականին աջակցում էին Ադրբեջանին եւ այդ հարձակումը Ալիևը չի որոշում։ Այդ բառը ես էլի եմ ասել, դա որոշել էին աշխարհակական կարևոր երկու կենտրոններ Թուրքիան եւ Ռուսաստանը, քանի որ Տրամփը այդ ժամանակ զբաղված էր ընտրություններով, կոവിഡ് էր, իզոլյացիոն քաղաքականություն։ Իսրայելը, Ռուսաստանը եւ Թուրքիան իրենք որոշեցին, եկան համաձայնության եւ 20 թվականը եղավ։ Առանց դրա Ալիևը ոչ կհարձակվեր, ոչ էլ ճակերտավոր կհաղթեր։ Հիմա այդ երեքը ունեն տարբեր շահեր, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինայում ունեն տարբեր շահեր, տեսնում ենք Ֆիդանը մասնակցում է արևմուտքի հետ բանակցություններին։ Թուրքիան, Իսրայելը արդեն կիսապատերազմական իրավիճակում են, Իսրայելը, Ռուսաստանը իբրև թե իրար կողմ են մակում, բանաձևերին Իսրայելը կողմ է քվեարկում Ռուսաստանի հետ միասին, որ նա ագրեսոր չի, հիշում եք վերջերս, բայց այն, որ Ռուսաստանը եւ Իսրայելը տարածաշրջանում ունեն տարբեր շահեր, Մերձավոր Արևելքից մինչեւ Լիբիա, դա ակնհայտ է, այսինքն այս երեքը ունեն լուրջ հակամարտություն եւ խնդիրներ։ Այս բային Ալիևը հարձակվի, ասում է ում հույսով։
Կարող է հարձակվել, չես կարող ասել, բայց հենարան չունի, լայնածավալ պատերազմ ես չեմ կանխատեսում, գուցե կոնկրետ ուղղությամբ Սյունիքի լինի էսկալացիա, բայց միայն Ռուսաստանի ազդանշանից հետո, որտեղ Թուրքիան այսպես հետաքրքրված չի դրանով, Թուրքիայի վրա ճնշումներ կան արևմուտքից, որ կոնստրուկտիվ դարձրի Ադրբեջանը, Թուրքիան ինչքան էլ չուզի, պիտի լսի արևմուտքին, տնտեսությունը տեսեք ինչ վիճակում է, էլի, ել չասած, որ Էրդողանը ներքին լուրջ խնդիրներ ունի, հիմա Էրդողանի համար ժամանակը չի։ Դրա համար Թուրքիան միշտ ասում է ժամանակն է խաղաղության։ Էլի եմ ասում, դա հայասիրությունից չի ասում, իր իրավիճակից, երբեմն ասում են հիմա ինչ Թուրքիան մեր դաշնակիցն է, ոչ, ուղղակի Թուրքիան այս պահին չունի այդ շահը այստեղ, այս պահին։ Երկրորդը Էրդողանի Թուրքիան եւ ուրեմն Քեմալիստների Թուրքիան տարբեր Թուրքիաներ են, մի օր կարելի է դրա մասին խոսել, այսինքն ծայրահեղականների հետ կոալիցիայով Թուրքիան եւ պրոքրդականների հետ կոալիցիայով Թուրքիան, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, դեմ կուսակցություն, դրանք տարբեր Թուրքիաներ են։ Այնպես որ Ալիևը եթե հարձակվի, դա իր տեսանկյունից ճիշտ չի, բայց որ Հայաստանի հասարակությունը պիտի միշտ վախի մեջ պահել, այդ տեսակետը այնտեղ կա, այդպես հիբրիդ պատերազմներով, հեսա կհարձակվենք, այստեղ էլ մարդիկ կան, չէ, ամեն օր կրկնում են, շուշուտ ստորագրենք նոյեմբերի 9-րդ կետ անենք, թե չէ, այսինքն հարց առաջամ Ռուսաստանը այսօր կարող է Ադրբեջանի զսպի, ես կամ Թուրքիային շատ եմ կասկածում էլի, որովհետև տեսնում ենք Ալիևը ինչպես է խոսում Պուտինի հետ եւ պատասխան չի ստանում, չեմ կարծում որ Ռուսաստանը գա մեզ պաշտպանի։ Ամեն բարակայի, նաև մեր հանրության համար դեռևս ես մարդագոտ չեմ հնչեցնել, բայց այդ մեկը արից կլա, որ հայկական ուժը ինչ-որ կեդնի վրա ամրակրե իր ներկայությունը, չենք իհարկե պիտի չպապակենք այդ մեկը դեսնել, բայց մեր հանրությունը պետք է պատրաստ լա ամեն բարակայի չեմ դեր ինչքանով համաձայն եք դուք։ Գիտեք, այսօր աշխարհում նույնիսկ եվրոպական երկրները, որոնք կարծում էին, որ էլ անհնար է գնալ պատերազմի եւ բանակ իրենց պետք չի, Եվրոպայից խաղաղասեր երևի ոչ մեկ չլինի։ Այսօր ասում եմ մենք պիտի մեր բանակն ունենանք, այսինքն սա ապացույց է մեր ուրեմն հզոր հայորդու բառերի, որ ուժն է ծնում իրավունք, դա միշտ լինելու է, 23-րդ դարում էլ է ուժը լինելու կարևոր։ Այնպես որ մենք չենք չպիտի մտածենք, լավ, այսօր Ալիևը չի մի հատ ավելի լավ ղեկավար է Ադրբեջանի, ավելի խաղաղասեր, ուրեմն ավարտված է պատերազմը։ Ոչ, Ուկրաինայում եթե 5 տարի առաջ հարցնեիք, որ Ռուսաստանը կհարձակվի, կասեին դու գիժ ես կներեք, էլի, ասենք, ես ինչ ես ասում, խնդիրներ ունես մտավոր։ Հիմա, այսինքն աշխարհը այնպես է փոխում, կամ որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ-ն գրավի, չէ՞, աշխարհը այսպես լրիվ փոխվել է։ Եվ դու պիտի ունենաս քո բանակը հզոր գնալով խաղաղության, ոչ մեկ չի ասում, որ զինվում են, ուրեմն պիտի հարձակվենք մեկի վրա։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ բարձ գրած է, պետությունը պիտի կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հակառակ բարձր դու պետություն չես։ Այսինքն դա ՄԱԿ-ի կարևոր պայմաններից է պետություն լինելու։ Եվ եթե քո կողքի երկիրը, որը քո վրա հարձակվել է մի քանի տարի առաջ, ավելի արագ է հիմա զինվում եւ դու չես զինվում կամ բանակ չես ունենում անունը դնելով որ մենք խաղաղության ենք գնում, ուրեմն գնում ես նոր պատերազմի։ Իսկ այն որ Հայաստանը միայնակ կարող է Ադրբեջանին հաղթել, էլի եմ ասում, ես հայ չեմ դրա համար եմ ասում, էլի մենք եթե Սարդարապատ ունեցանք, երբ որ ցեղասպանությունից նոր էինք փրկվել թուրքական կայսրության դեմ, Ադրբեջանի հարցերը մենք շատ հեշտ լուծել ենք Ղարաբաղյան առաջի պատերազմի ժամանակ, այդ հեքիաթը որ ռուսներն են մեզ աջակցել, ռուսները Ադրբեջանին ավելի շատ են զինել, իրենց ամբողջ զորքն թողել, տեխնիկան թողել էին սովետական Ադրբեջան, սկզբում էլ կոլցո օպերացիաներ էին անում, այդ հեքիաթը ռուսամետների դնենք մի կողմ, իրենք որ մեզ չխանգարեն, մենք Ադրբեջանի հարցերը կլուծենք։ Ալիևն է ասել, որ մի քանի օր էլ պայքարենք, մենք կպարտվեինք, Փաշինյանին թուղթ տվեցին, առանց փամփուշտի հանձնեց տարածքներ վախեցնելով որ Նախիջևանի կողմից Թուրքիան կհարձակվի, օթում էլ որ ռուսներին ոչնչացրեցին, դա եղավ պատճառը, որ Փաշինյանը իմ կարծիքով մտածեց, որ ավելի լավ է արագ գնալ այդ փաստաթղթի ստորագրման։ Էնպես որ բացի այդ մենք 4-5 երկրի դեմ էինք պայքարում 44 օր, իրելի մեզ 3 օր էին տալիս, ինչպես Ուկրաինային։ Հիմա եթե մենք զինվենք, ունենանք նորմալ բանակ, դուք ասում եք գեներալներ կան չեն ենթարկվել, մինչև այսօր մենք չենք տեսել որևէ դատավարություն լուրջ։ Այդ 44 օրյա հանձնաժողովը բանակը եթե էլի նույն մարդիկ են ղեկավարելու մի զինվեք անիմաստ է մաքրեք բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին մոտեցրեք զինվեք զենք գնեք դուք էլ զենք արտադրեք ԱԹՍ-ներով է մեզ Ադրբեջանը հարվածել եւ մեր կորուստների մեծ մասը մենք ԱԹՍ չենք կարող արտադրել Հիմա զենքեր ենք արտադրում Ռուսաստանում, Ամերիկայում, այդ հայ միտքը նորից պիտի ծաղկի եւ դա չի կոչվում ռևանշիզմ, դա կոչվում է ունենալ պետություն։ Այս ծեր մոդեցումը արդյոք գահագարագի այսօրվա իշխանություններու խաղաղության ամեն քնով խաղաղության հասնելու
կոնցեպտին գիտեք հայերս մենք խաղաղասեր ժողովուրդ ենք հասկանալի է բայց այս տեսակի խաղաղությունը եւ մեր մնալու հնարավորությունը Կովկասի մեջ որպես արժանապատվություն ունեցող ժողովուրդ խոցելի կդարձնի որովհետեւ ճիշտ կթի դարգեք այսինքն եթե մենք ունենայինք ԱԹՍ-ներու բավարար քանակ մենք այսպես շատ արագ չէինք խոցվեր չեմ գիտեր իհարկե մեր օդը բաց էր նախ խնդիրը առաջին Ռուսաստանը չպիտի վերահսկի մեր օդը դա շատ կարեւոր եթե մենք այսքան զենք ենք առնում բայց էլի օդային պաշտպանությունը համատեղ է կարող ենք չառնել որովհետեւ շատերը ասում են որ օդը բաց է եղել Ռուսաստանը բաց է թողել օդը Սա մեկ, եւ Հայաստանի վրա նաեւ խոսքը Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում։ Երկրորդը ԱԹՍ-ներ այսօր չինական կոմպոնենտներով կներեք մի քանի $100 հարց է։ Այդ ծանր տեխնիկան հələ մի գնեք, զբաղվեք ԱԹՍ-ների արտադրությամբ։ Այսօր Ուկրաինան իր ԱԹՍ-ներով հարվածում է Ռուսաստանի նավթավերաշրջական գործարանների խնդիրներ է ստեղծում։ Գմորակ նաեւ Ռուսաստանը, որ ԱԹՍ-ի աշխարհի հետ չուներ, արդեն սկսած է արտադրել։ Իհարկե, Չինաստանից կոմպոնենտ է բերում, արտադրում, այսինքն սրանք 5-րդ սերնդի, որ ասում են անընդհատ պատերազմներ են, հիմա այդ ծանր տեխնիկայով չեն գնում պատերազմի, այսպես։ Այդ Իսկանդարներով, այո, համալիր, գիտեք, Բատարյանն էլ պուլտն էլ ռուսների ձեռքում է, այդ իզուր են գնել, որովհետև կառավարումը Ռուսաստանից է իրականացվում, այստեղ նշել էին, չէ, որ այդ զենքը մեզ տվել են մի պայմանով, որ Լեռնային Ղարաբաղում չօգտագործենք եւ կառավարումն էլ Ռուսաստանի ձեռքին է մնացել, այնպես որպես գովազդեցին, բայց ոչ մի բան էլ դեռ չի օգտագործվել։ Իդեպ նույնը F-35-ների մասին են խոսում, որ Եվրոպան այլևս չի ուզում գնել, որովհետև կառավարման օպերատիվ համակարգը վերջին բահուն գրնա։ Այո, այդ բաները պիտի հաշվի առնել։ Բայց այն որ Հայաստանը միայնակ չի կարող գնալ, խոցել դիմացին այդ քեզ ասում է ես քեզ պիտի ոչնչացնեմ, խաղաղություն գոռալով ուր ենք հասնելու։ Մենք միշտ խաղաղասեր ենք եղել եւ միշտ ուժել ենք այդ խաղաղասիրությունից։ Այո, ուրեմն հրապարակային պիտի միշտ էլ ասել մենք գնում ենք խաղաղության, բայց հասկանալ, որ քանի Ադրբեջանում ռեժիմ է, որը դեմոկրատական չի, քանի Ադրբեջանում ռեժիմ է, որը ունի ներքին խնդիրներ եւ դա փակում է այդ հարցը արտաքին թշնամու կերպարով, մենք այդ խնդիրը ունենալու ենք։ Եվ միշտ ենք ունենալու, եկեք վատ սցենարից ելնենք, որ աշխարհը չի գնում դեպի խաղաղության, հակառակը գնում է ավելի կոնֆրոնտացիայի։ Պետք է ունենալ զենք եւ այո, Հայաստանի իշխանությունը շատ հաճախ քննադատում է, որ այդ թղթի հետևից այդքան պետք չի վազել։ Նախ դա նսեմացնում է մեզ, որովհետեւ ստացվում է մենք Ալիևի խնդրում ենք։ Հա, որ մեզ մի բան տա, մի հատ թուղթ, որը չի պահելու, այտենց թղթեր է մեզ տվել պարոն Ալիևը։ Սա մեկ, մի անգամ ասեք եւ ավարտեք, բացի դու քո թուլությունն ես ցույց տալիս, եթե դու անդադ մուրում ես, որ քեզ հետ գնան խաղաղության, այնտեղ հասկանում են, որ կարան մի հատ էլ հարցակվեն, այնա եթե կարանք Զանգեզուրն էլ վերցնենք, այդ գյոլ չէ, ինչպես է կոչվում, Սևանի ավազանը, ասում են այնտեղ պետություն է եղել, իրաց պաշտոնական քարոզչա մեքենան, եթե ասում են Արևմտյան Ադրբեջան, այսինքն բայց Փաշինյանը տեսնում եմ սկսում է դա ասել, որ մեր երկրի տարածքը ձեր սահմանության մեջ հիշում եք, չէ՞, մենք խոսել ենք, ձեր հռչակագրի մեջ 60%-ը մեր երկրի ձեզ է պատկանում, դուք մեր սահմանադրությունն եք ուզում փոխեք, մի հատ փոխեք ձեր հռչակագիրը, Իրանն էլ հարավային Ադրբեջան եք անվանում։ Սա մեկ, երկրորդը սահմանադրության հետ կապված Արևմտյան Ադրբեջան գոյություն չի ունեցել, որ համայնքի հետ խոսանք, բայց Մինսկի խումբ կար Անվտանգության խորհրդի 3 անդամներով, մի հատ դուք Լեռնային Ղարաբաղի համայնքի հետ խոսեք, այսինքն մեր քարտերը շատ են, մեր քարտերը ուժեղ են, եւ դրա համար պետք չի անդադ ցույց տալ, որ մենք խնդրում ենք, չի ստորագրում, չէ՞, խնդրեցինք, Ղարաբաղի թեման փակեցինք, այսինքն գործ չունեք, մենք երկուսով Ալիևի ուզածով, նույնիսկ ասում ենք եվրոդիտորդներին, հա, ինչ որ տանում ենք միտեղ, չի ստորագրում, ուրեմն չի ուզում գնալ խաղաղության։ Այնպես որ պիտի դիվանագիտական մակարդակով ասել գնում ենք խաղաղության, բայց անընդհատ չխնդրել, որպեսզի նա մի հատ թուղթ ստորագրի։ Անչափ շնորհակալ եմ։ Մենք թեման ավարտեցինք, արգելի ագնտիրներ հյուրս Լիլիթ Դալլակյանն էր եւ անշուշտ ամենակարևոր շեշտադրումը, եթե գուզես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Նաև հորտորս խնդրանքս տարածեք մեր դեսանյութերը, լայք մսեղմեցեք, մեկնաբանությունը թողեցեք ընդունելի սահմաններում մեջ, այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարինը ձեզ։